Մովսեսի շուրթերով Աստված տալիս է պատվիրանը իր ժողովրդին, պատվիրանը գիտեք որ բառերով է սկսում, քո Աստծուն սիրիր, նրան երկրպագիր եւ այդ պատվիրաններից մեկում ասում է Աստծո վախը ունեցիր։ Աստծո վախը դա այն ընկերն է, լավագույն ընկերներից մեկը, որ մեզ կարողություն է տալիս, իմաստություն է տալիս, եթե հիշում եք, Աստծո վախը դա իմաստության սկիզբն է, էլի նույն Սողոմոնի իմաստունն է ասում։ Դա այն ընկերն է, որ մեզ ավելի սրում է մեր մեջ, մեր հոգևոր հոտառությունը, մեր հոգևոր տեսողությունը, մեր հոգևոր լսողությունը։ Աստծո վախը իմ ընկերն է, որ ոչ մի անգամ, ոչ մի առիթ չի լինի իմ կյանքում, որտեղից մտածեմ, որ Աստծո վախը այդտեղ գործ չունի անելու, պահանջված չի, պետքական չի։ Չկա տենց իմ կյանքում էլ առիթ, չկա իմ կյանքում տենց միտք, որոշում, լինի դա ճակատագրական, միջին, մեծ, փոքր, լինի դա հրավիրված տեղեր, հարսանիքներ կգնամ, ծնունդներ կգնամ, թե կապ չունի ուր գնամ։ Ես հասկացել եմ, որ իրավունք չունեմ հետս չտանեմ Աստծո վախին։ Որովհետև նա այդ իմաստությունն է, որովհետև նա այդ էությունն է, դա ընկեր է, որ խոսք է, որ դառնում է մեր մեջ այդ չարը ատելու կարողությունը։ Նույնիսկ եթե դրա փաթեթավորումը շատ գեղեցիկ է, շատ հաճելի է, շատ գրավիչ է, որովհետև մեղքերի հաջողությունը դրա մեջ է, որ նրանք գրավիչ են լինում։ Բացի զզվելի լինելուց կարող են մյուս կողմներ ունեն, կարող են գրավիչ լինել։